Ես տեղյակ եմ, որ դուք շատ մեծ կարևորություն եք տալիս առողջ ապրելակերպին, սնունդին, մաշկի խնամքին, օրինակ, սենց որ միշտ այսպես գեղեցիկ ու լավ տեսք ունեք, դրա գաղտնիքը ինչ որ արհեստական միջամտություններն են, թե ավելի լավ բաներ գիտեք։ Գիտեք, ես արդեն հոգնել եմ, նույնիսկ ինձ քիրուրգներ, իմ ընկերներ ասում են, սուտ ես ասում, ասա ինչ ես անում, ոչ, սիրելիներս, ոչ, եւ ընդհանրապես հիմա ես կխփեմ բոլոր կոսմետոլոգների եւ քիրուրգների գործին, որոնց մեջ ես լավ ընկերներ ունեմ, բայց կոչ եմ անում կանանց, չգնաք եւ այդ դեմքի պլաստիկ վիրահատություններ չանեք։ Դա абսուրդ է, բոլորին սարքում են տրանսգենդերի, հիմա կասեմ, այն որ ֆիլերներ են սրսկում, չանեք այդպիսի բաներ, այդ ամբողջը փչացնում է դեմքը, ինչ անեք։ Բոտեքսի մասին է խոսքը։ Չէ, ֆիլերը բոտեքս չի։ Բոտեքսը գիտեք կարելի է, երբ որ ինչ որ ճակատ բոտեքսը խնդիր չի, բայց այդ ֆիլերները, որ սրսկում են դեմքի մեջ, ես չգիտեմ ինչ որ բաներ են անում, դա ուղակի խայտարակություն է, դա ուղակի իմ կարծիքով, դա իմ գնահատականն է, որտեվ ես իմ նաև այս խնամքի, որտեվ հիմա նույնիսկ մտածում եմ, եթե ես փող ունենայի, դեմքի խնամքի մի հատ փոքր ստուդիո կբացեի եւ անվճար կսովորացնեի այն նյութերը, բիոխիմիկ եմ դարել, ասենք նստած ուսումնասիրում եմ ռետինոլը վիտամին C-ի հետ չի կարելի, որտեվ իրանք իրար չեզոքացնում են։ Ռետինոլը շատ լավ է նիացինամիդի հետ։ Ի վերջո կարճ ասեմ, որտեվ Տիգրանն էլ չձանձրանա, եթե ուզում եք ունենալ հրաշալի մաշկ, օգտագործում եք առավոտյան վիտամին C, բայց ինձ հարցրեք, ասեմ, որ վիտամին C-ն, որ արտադրության օգտագործում եք նիացինամիդ ցինկի հետ, խորհուրդ կտամ Ordinary ֆիրմայինը, ֆանտաստիկ է, 15% նիացինամիդ է, անպայման օգտագործում եք Selimax-ի տոներները, որոնց մեջ ամինաթթուներ կան, նոնիով տոներն եք օգտագործում, նույնիսկ ես վիդեո եմ սարքել իմ նյութերի, այսինքն մի օր նյութ անենք, հաղորդում այստեղ կբերեմ եւ այդպես անպայման եւ ամենակարևորը դա մաշկի փրկությունն է, Vete Cosmetics-ի այդ Redel շոթերը միկրոասեղներով, իրանք ծովային գուբկայից սարքած բաներ են, որոնք այդ նյութերը ավելի արագ տանում են ներս եւ մաշկի փրկությունը դա ռետինոլն է, ռետինոլ պարտադիր եւ արդյունքում կունենաք մաշկ, որին կնախանձեն բոլոր եւ ամեն անգամ, ինչպես Տիգրանը կասեն, այդ պլաստիկ վիրահատություն է